Ողջույն հարգելի հայրենակիցներ, ցանկանում այս ֆորմատով մի քանի բառով խոսել իմ դեմ հարուցված քրեական վարույթի մասին։ Ուրեմն 3 իմ բնակարանը խուզարկելուց հետո քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն հետևյալ բովանդակությամբ, ընդհանրապես վերնագիրն եմ ընթերցում ձեր համար, որ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու եւ գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու առթիվ նախաձեռնել քրեական վարույթ։ Եթե ամենամեղմ կերպով ձևակերպեմ, այս բովանդակությամբ քննչականի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս եւ առնչություն չունի։ Ինչի՞, նախ ես արգելանքի տակ գտնվող որևէ գույքի նկատմամբ որևէ գործողություն չեմ արել եւ դա փաստ է, այսինքն գույքը արգելանքի տակ դնելուց հետո ես որևէ գործողություն չեմ արել եւ քննչական կոմիտեն որևէ փաստ եւ որևէ հիմք դրա հետ կապված չունի։ Եվ երկրորդը ինչ է նշանակում խուսափել հայտարարագիր ներկայացնելուց։ Ըստ էության այս գործը հարուցել եք նրա համար, որտեղ ես հայտարարագիր եմ ներկայացրել։ Ու ներկայացնել ոչ միայն դահակին, այլ նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այսինքն մեկի փոխարեն 2 հայտարարագիր եմ ներկայացրել։ Եվ ըստ էության ես եմ այդ հայտարարագրով բացահայտը, որ ես ունեմ կանխիկ գումար, ընդ որում տարիներ շարունակ եմ դա հայտարարագրը, ասել եմ դրա գտնվելու վայրը, քանակը, ծագման աղբյուրը, հետևաբար ինձ ըստ էության ոչ թե հայտարարագիր չտալու, այլ հայտարարագիր տալու համար են մեղադրանք առաջադրում։ Այսինքն 2 են հիմքերը, որի մասին խոսվում է, դրանք իրականության հետ որևէ կապ եւ առնչություն չունեն։ Ընդ որում, եթե քննչական կոմիտեն ինձ հրավիրեր հարցաքննության, այս հարցերի պատասխանը ամբողջապես կարող էր ստանալ եւ ստիպված էր լինելու անմիջապես այս քրեական գործը կարճել։ Բայց ինչ արել քննչական կոմիտեն, այս իր հայտարարությամբ ըստ էության չհաղթահարելով անձեռնամխելիության արգելքը մեղադրանք է առաջադրել եւ սա ստեղծել է փակուղային իրավիճակ։ Այլ կարգավիճակով ինձ հրավիրել չէին կարող, կամ դա է պատճառը, որ չեն հրավիրել, կամ եթե հրավիրեին, այս հարցերի պատասխանը կստանային, ստիպված այս գործը պետք է կարճեն։ Հետևաբար այն ինչի համար ինձ մեղադրում են կամ փորձում են այս քարոզչական հարձակումներով տպավորություն ստեղծել իրականության հետ եւ իրավական ընթացքի հետ որևէ կապ եւ առնչություն չունի, սա ընդհանրապես սիրելի հայրենակիցներ հերթական քաղաքական հետապնդումն է իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ։ Սա է ամբողջ պատմություն, իսկ ինչ վերաբերում է քարոզչական լեկտիվությանը, որ օրինակ հայկական ժամանակը վերնագիր էր դնում կամ ռեժիմին պատկանող այս միջոցները, որ իբր իմ կնոջ մեքենայից հայտնաբերել են զարդեր եւ դրամական միջոցներ, սա եւս հերթական այս խեղկատակների ձեռագիրն է, մեքենայի մեջ ես որևէ բան չեն հայտնաբերել, դրա արձանագրությունները կա, իսկ ոսկյա զարդեր եւ դրամական միջոցները մեր տան պահարանից պահանջել են մեր ընտանիքին պատկանող ընթացիկ միջոցները եւ զարդերը արգրավել են, խոսքը սրա մասին է, ինչ մեքենայի զարդեր, չգիտեմ ինչ, հերթական կեղտոտ տեղեկատվական գրոհն է, որ մեր նկատմամբ տեղի է ունենում։ Շատ հարցեր կա, որ կարելի է անդրադառնալ, բայց ես այս ամեն ինչը դիտարկում եմ իբրև հերթական քաղաքական հետապնդումը, հերթական իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ կեղտոտ հակաօրինական քայլերն ու գործողությունները եւ գնում ենք մեր իրավունքները պաշտպանելու ճանապարհով ու ընդհանրապես ասում, որ այս ճանապարհով, այս միջոցներով, այս քայլերով որևէ հաջողության չեք հասնել։ Առայժմ այսքան է, ես փորձեցի մի քանի բառով ներկայացնել ինչ է կատարվում։ Ի պատասխան բազմաթիվ հարցերի, զանգերի, իմիջիայլոց հատուկ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել ինձ եւ իմ ընտանիքին։ Իմացեք, որ նման քայլերով որևէ կերպ փոքր, ասած աննշան նույնիսկ չեն կարող կաշկանդել իմ քաղաքական գործունեությունը, ասած բաներ այս ընթացքում շատ են տեղի ունեցել եւ սա հերթական քայլն է, որը որևէ ազդեցություն նորից եմ կրկնում չի ունենալու։ Եվ անկախ ամեն ինչից չպետք է նաև թույլ տանք, որ նման քայլերով եւ վերաբերմունքով մեզ շեղեն մեր հիմնական օրակարգից ու հիմնական անելիքից եւ գլխավոր քաղաքական պայքարը առջևում է ու միասին շատ գործ ունենք անել։